28 տարի ապրում եմ այս թաղամասում, ոչ մի անգամ բարեկարգում, ոչ մի անգամ չի եղել։ Խոսքը Գյումրու օդանավակայան թաղամասի ավելի կոնկրետ Արևելյան փողոցի մասին է։ Այսօր լրատվականին է ահազանգում Գրիշա Արտաշյանը, շեշտում դեռ 2023 թվականին ջրատար խողովակների հները նորերով փոխարինելու հետ կապված աշխատանքների արդյունքում է առաջացել այս պատկերը։ Հետո ընդգծում ընտրությունից ընտրություն տրված խոստումները։ Վիոլա ջուրը հինը փոխարինեց նորով։ Հարցեր գնաց, ավարտելուց հետո ասֆալտումը մենք ենք անելու, երբ որ արդեն ջուրը ստացան բնակիչները։ 24 թվականի նոյեմբերին վերջացրեցին, ասեն մենք փողը փոխանցենք քաղաքապետարան, քաղաքապետարանը ինքը կանի։ Խնդիրները մնաց բաց։ Տեղական կառավարման մարմինների ընտրությունների ժամանակ խոստանում են, պարլամենտական ընտրությունների ժամանակ խոստանում են, որ դարձնում են Լաս Վեգաս, արդեն պատկերացնում եք, երևի քաղաքում չկա նույն ձևի թաղամաս, ոնց որ մերն է։ Անձրևից հետո այս փողոցի լճակները դժվար անցանելի են դարձնում փողոցն ու ոչ արևկող հատվածներում էլ նեխածոտը հասնում է բնակարաններ։ Ամեն անձրևից հետո անձրևը հիմա այս լավ է շոկ եղանակ չէ, նեղվում է ու հոտը գալիս է։ Եվ որ արդեն վերջացա փոշին, լուսամուտները բացել անհնար է։ Բնակչի խոսքով այս փողոցը ամոթի տեղիք է տալիս։ Քաղաք մտնող զբոսաշրջիկների առաջին տպավորությունը հաստատ վանող կլինի։ Հիմա որ արտասահման երես է թռչում, թռչողները, որ գալիս են օգտվելու խանութներից, նկարում են։ Դա քաղաքի համար վայել չի։ Մեր խնդրանքն է, որպեսզի կան նորից հարթեցնեն։ Բնակիչները մտահոգ են գոնե խճապատում իրականացվի, իսկ Գյումրու համայնքապետարանից այսօր լրատվականին փոխանցում են, որ խնդրին քաջատեղյակ են, իրենք եւս բնակիչներից ահազանգներ ստացել են, պատկան մարմինները դիտարկում են խնդրի լուծման տարբերակներ, ներառյալ նաեւ խճապատումը։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։